Գերմանիայի կառավարությունը Եվրահանձնաժողովից պահանջում է ֆինանսական ճնշում գործադրել Թուրքիայի վրա, հաղորդում է Reuters գործակալությունը։ Եվրոպացի պաշտոնյաներին, այդ թվում Եվրոպական հարևանության, քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանին եւ Եվրոպական միության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին հասցեագրված նախնական փաստաթղթում պաշտոնական Բեռլինը բարձրացնում է Եվրամիությանը անդամակցության համար Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը անհրաժեշտության դեպքում դադարեցնելու հարցը։ Գերմանական իշխանությունները գտնում են, որ Թուրքիան իրեն տրամադրվող միջոցները պետք է ծախսեր երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ օրենքի գերակայության ապահովման համար, մինչդեռ ներկայիս պատկերը բոլորովին այլիրողության մասին է վկայում։ Բացի այդ, դաշնային կառավարությունը պնդում է, որ Եվրոպական հանձնաժողովը պետք է սառեցնի Թուրքիայի եւ Եվրամիության միջև Մաքսայի միության արդիականացման շուրջ բանակցությունները, նշելով, որ բանակցային գործընթացի շարունակությունը Թուրքիային կարող է վատ ազդանշան տալ։ Փաստաթղթում հիշատակվում են եվրոպական մակարդակում պաշտոնական Անկարայի վրա ֆինանսական ճնշում գործադրելու մի շարք այլ միջոցներ եւս։ Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Գերմանիան վերանայում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ նաև տնտեսական առումով։ Գաբրիելը չէր բացառել, որ Բեռլինը Թուրքիայում գերմանական ներդրումների անվտանգությունը կարող է լուրջ կասկածի տակ առնել։ Գերմանիան Եվրոպայի տարածքում Թուրքիայի թիվ 1 առևտրային գործընկերն է։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2015 թվականին հասել էր 37 միլիարդ եվրոյի։ Թուրքիայի տարածքում այսօր շուրջ 7000 գերմանական ընկերություններ են գործում։ Թուրքիայի արտգործնախարարությունը հակարդարձելով Գաբրիելին հայտարարել էր, թե Գերմանիան այդպիսով ել ավելի է խորացնում երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը։ Երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին մոտ 3 շաբաթ առաջ, երբ Ստամբուլի ոստիկանությունը քաղաքի հյուրանոցներից մեկում կազմակերպված սեմինարի ընթացքում ձերբակալեց մի խումբ իրավապաշտպանների, որոնց թվում էր նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները։ Այս միջադեպից հետո Գերմանիայի արտգործնախարարությունը հորդորել է երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելելուց, զգուշացնելով, որ նրանք կարող են կանգնել ազատազրկման վտանգի առաջ։